Հայաստան կոչվող առասպելական այս հողում լեգենդ դարձող անսովոր պատմություններ այսօր էլ են հյուսվում։ Հայոց աշխարհում ապրող իմաստուն օձերի ու մարդու համերաշխության մասին մի պատմության հետքերով Արարատի մարզ ենք ուղևորվում։ Կիսառասպել թվացող պատմության մասին Արարատ գյուղում բոլորը գիտեն։ Դրա համար էլ մեր փնտրած հերոսներին եւ նրանց տունը շատ արագ գտանք։ Տան ճակատին Ջավահիր տատիկի Մոսկվայում արված նկարն է։ Զարմանալի շնորհն իր հաջորդներին հենց այս տատիկը փոխանցեց։ Իսկ ողջ պատմությունը սկիզբ առավ շատ տարիներ առաջ Ղարադաղում։ Տատիկը որբ ա եղել։ Մնացել է քերու մոտ։ Քերու կինը միշտ նկատել է, որ այս երեխեքի հետ դուրս է գալի, խաղալու, գնում է այս կոմենքում, բայց շատ ուշ է գալի։ Քերին այդ օրը որոշում է գործի չգնա ու գնա, ասենք, տեսնի այդ երեխեն ինչ անում։ Երեխեքը գնում են մի հատ իրանց մոտ մատուռ ալնում։ Բոլորը խաղում են այդ մատուռի շուրջ, իսկ Ջավահիրը մտնում է մատուռի մեջ։ Տեսնում է, որ օձերը ներս են մտնում։ Նայում է, թե երեխին ինչ պետք է անեն։ Ձեն չի հանում, ասում ասպասի տենանք ինչ պետք է լինի, որ նոր բան անի։ Այդ ժամանակ Ջավահիրը սկսում է մեծից փոքր օձերին մոտեցնել իրան։ Ու օձերը շատ հնազանդ ձևով մոտենում են իրան, սկսում են հետը խաղալ։ Պարզվում է, որ փոքրիկ Ջավահիրի եւ օձերի ընկերությունը պիտի օգտակար, ավելին փրկարար լիներ բոլոր նրանց համար, ովքեր օձերի հետ լեզու գտնել չէին կարողացել եւ նրանց մահացու հարվածի զոհն էին դարձել։ Մի օր տեսնում են մի հատ եզ, բերում են գյուղա մեջ, ասում են օձը կծել է։ Այս երեխեն մոտիկա գալի, լսում է այդ բանը, մոտիկա գալի ու ասում է, տենց մեծ մարդիկ են կանգնած լինում, ասում է, ես թքեմ բրեն այդ լավանա եզը, ատեմ այդ մի մեծ մարդ ալնում, ասում է, դե մեկա պետք է սատկի, էլի ասում է, թողեք այդ երեխի սրտից, որ անցել է, թող թքի։ Ու այդ ժամանակ, որ թքում է, մի 2 ժամ հետո այս եզը հլնում ոտի է կանգնում։ Կանչում են այդ երեխին, Ջավահիր, արի էլի թքի, նորից է թքում, փաստորեն 3 անգամ, 3 անգամից եզը լավանում է։ Տիկին Լուսյան իր մեծ սկեսուրի եւ նրա կախարդանք թվացող կարողության մասին ամեն ինչ գիտի։ Առաջին իսկ օրերից հավաքել եւ խնամքով պահել է յուրահատուկ շնորհը փաստող տարբեր շնորհակալագրեր, հոդվածներ։ Ասում են Ջավահիր տատիկին Ստալինն անձամբ է ընդունել։ Նրա առջև փակ դռներ չեն եղել։ Անսովոր պատմությունները հետապնդել են Ջավահիր տատիկին ոչ միայն կենդանության օրոք։ Արդեն թաղման ժամանակ մարդիկ կանգնած նկատում են, որ բանից Մասիս Սարի կողմից օձեր են գալի ահավոր, անգամ կանգնած վիճակով մեծից փոքր, հերթականությամբ, մեծից փոքր դեպի իրենց են գալի։ Ժողովուրդը խուճապի են մատնում, որը փախնում է, որը կանգնում է, աղջիկներից ասում են, որ մի փախեք, ոչ մի բան չկա ստեղ, ասում են գնացեք մի վեդրոկատ, բերեք դրեք, թող գան իրանք ճաշակվեն ու գնան։ Մի վեդրոկաթը բերում են, հերթականությամբ նորից այդ օձերը ամեն մեկը գլուխը մտցնելով կաթը խմում են ու հետ դառնում, նորից իրենց եկած ճանապարհով գնում։ Նրանք այն օձերն են ելել, որ տատին խաղացել է դրանց հետ, տատին իրանց հետ, պատկերացնում եք ինչ վնաստ, որ նրանք զգան, տատիի թաղման օրն է։ Պարզվում է Ջավահիր տատիկի շնորհը ժառանգաբար փոխանցվել է սերունդներին։ Այս ժառանգականության հարցում հետաքրքիրն այն է, որ թեև շնորհը ժառանգել կարողանում են նաև աղջիկները, բայց փոխանցել չեն կարողանում։ Օձի թույնը չեզոքացնելու կարողությունը միայն տղաներն են փոխանցում։ Գարիկի մատը ձևափոխվել է օձերի բազմաթիվ խայթոցների արդյունքում։ Թեև մատը տձևացել է, բայց Գարիկն օձի խայթոցից ոչ մի տհաճ զգացողություն չի ունենում։ Էլ չեմ ասում, որ նույնիսկ սարսափազդու գյուրզայի թույնը բնավ չի վնասում Գարիկի օրգանիզմին։ Մարդկանց բուժելու եւ օձերի հետ ոչ միայն լավ հարևանություն, այլև ընկերություն անելու շնորհը հիմա էլ Գարիկի 2 որդիներին, Անդրանիկին եւ Վազգենին է փոխանցվել։ 11-ամյա Անդրանիկին օձը հաստրել է արդեն մի քանի անգամ խայթել, բնականաբար մեծ զորավարի անունը կրողին բնավ վնաս չպատճառելով։
այդ Վազգենը հենց օծերին տենում է ակվարիումի մեջ մենք ամառ ժամանակ պահում ենք, մոտենում է, ձեռքով խփում է, տատի ասում է, օչ, այդ անգամ։ Եթե սովորական մարդու համար օծի թույնը կարող է մահացու լինել, ապա օծի համար էլ գարիկի շնորհը կարող է ճակատագրական դառնալ։ Ուղղակի չէին հավատում, ստիպեցին, այս երեխան չէր թքում։ Շատ բան արեցին, ասավ դե լավ, որ ուզում եք իմանաք, դե հիմա կանեմ կտեսնեք։ Թքեց օծի վրա ու օծը անմիջապես փաթաթվեց ոտին, լեզուն հանելով 5 րոպե չտևեց, օծը սատկեց հենց ոտի վրա։ Այս անսովոր հետաքրքիր պատմության համար իբրև ավարտ ասեմ, որ մեր նկարահանող խումբը նվեր ստացավ այս փոքրիկ մեղրամոմը, որի վրա Գարիկը հասցրել է իր շնորհը կիրառել։ Ասում են, եթե այս փոքրիկ գունդը մեզ հետ լինի, ապա ոչ մի տեսակի օծ նույնիսկ մոտ գալ չի համարձակվի։ Թեև օծերին հնազանդեցնելու եւ մարդկանց բժշկելու մասին դեռ շատ պատմություններ չլսված մնացին, բայց այս անսովոր ընտանիքին հրաժեշտ տվեցինք։ Վստահ ենք, որ Արարատում այսօր դեռ շատ հետաքրքիր հերոսների ենք հանդիպելու։ Մեզ համար անծանոթ գյուղում հեշտությամբ կողմնորոշվելու հարցում օգնում է արարատցի Դավիթը։ Այս գյուղում ավանդություններն ու առասպելները շատ են։ Շատերը կիսաառասպելական են համարում նաև գյուղի հիմնադրման պատմության վարկածներից մեկը։ Ասում են, շատ ու շատ տարիներ առաջ Օհան անունով մեկը Մակուից իր ընտանիքով հեռանում է, գալիս այստեղ Արարատ լեռան դեմ հանդիման հաստատվում։ Հետագայում բնակավայրը հիմնադրի անունով Օհանաշեն է կոչվում։ Միայն ավանդություն է սա, թե իրականության մաս էլ կա, ստույգ հայտնի չէ։ Պարոն Գրիգորյանը, ով մոտ 55 տարի գյուղի դպրոցում պատմություն է դասավանդել, մոտ 30 տարի տնօրենի պաշտոնը զբաղեցրել, կարծում է, որ սա միայն լեգենդ է, գեղեցիկ ավանդություն եւ ոչ ավելին։ Կոնկրետ հիմնադրման թիվ կամ տվյալ որևէ պատմական փաստ կամ որևէ իր ապացույց չկա այդպեսին, բայց որ շատ հին է, դա անպայման ունի իրեն հիմքը։ Ժողովուրդը սովորաբար որևէ բնակավայր, որ հիմնում են, անպայման պետք է այնտեղ ապրելու հնարավորություններ ու պայմաններ ունենան։ Իսկ այս գյուղը, Արարատ գյուղը այդպիսին է եղել, իրեն բերքարատ դաշտերով, հողերով, ինչպես նաև ջրով, որտեղ ասում են չկա հող, եթե չկա ջուր։ Արարատը մինչև 1935 թվականը Դավալու է անվանվել։ Բառի ստուգաբանությամբ ավելի ուշ կզբաղվենք։ Մինչ այդ ընկեր Գրիգորյանն ամենայն մանրամասնությամբ վերհիշում է Արարատի պատմությանը վերաբերող կարևոր տարեթվեր, օրեր, փաստեր։ Ռուսական զորքերը հետապնդելով պարսկական զորքերին, Գրիբոդովը եղել է այդ ռուսական զորքերի մեջ դիվանագետ քարտուղան էր Պասկևիչի եւ նրա հունիսի 22-ի օրագրում գրված է. Անցնում ենք Դավալուի վրայով։ Այս բարձունքում մի մեծ քար կա, որտեղից է այստեղ հայտնվել, ինչ նպատակի է ծառայել նախկինում հայտնի չէ։ Հիմա փոքրիկ սրբատեղի է դարձել, որտեղ ոչ միայն գալիս մոմ են վառում, աղոթում, այլև իրենց երազանքը քարին վստահում։ Եթե փոքրիկ քարը կպչում է ժայռապեկորին, նշանակում է երազանքն իրականություն է դառնալու։ Մեր աղոթքն առ Աստված ուղղելու համար ընկեր Գրիգորյանի ուղեկցությամբ գյուղի եկեղեցի գնացինք։ Սուրբ Հակոբը 1866 թվականին է կառուցվել։ Ասում են, որ ժամանակին Սուրբ Հակոբը կառուցվել էր շատ ավելի հին եկեղեցու հարևանությամբ։ Նորի կառուցումից հետո հնի անհրաժեշտությունն այլևս չի եղել, եւ այն որոշել են քանդել։ Երբ արդեն հին եկեղեցու մի մասը քանդված է եղել, խոլերայի համաճարակ է սկսվել, որը գյուղացիները պատճառաբանել են Աստծո զայրույթով, որն առաջ են բերել իրենց արարքով։ Հետագայում խորհրդային իշխանությունները մի կողմ թողնելով Աստծո զայրույթն ու երկնային պատիժը եկեղեցին հիմնովին քանդել են։
Գյուղում փոքրիկ մատուռներ էլ կան։ Դրանցից ամենահայտնին Թովմաս Առաքյալի մատուռն է, որ Թում Առաքել են կոչում։ Այս սրբավայրը հայտնի է ոչ միայն գյուղում, այլև հարևան բնակավայրերում իր ապաքինող, բժշկող զորությամբ։ Սիրան տատիկն ինքն իր վրա է մատուռի զորությունը զգացել։ Այստեղի աղոթքների շնորհիվ տարիներ առաջ միակ տղային է լույս աշխարհ բերել։ Որ ավելում ենք, չէ՞, այս հողը, ավելով հողը լցում ենք այն փոսի մեջը, ավելով բան ենք անում, սրբում ենք, այն հողից էլ մեկ իջ կսում ենք այդ գորլուգի վրան, երկու անգամ կամ հող եմ լցում թղթի մեջը փաթաթում, ասեմ ուրիշ տեղ չթափեք, այդ հողը մաքուր տեղ կտանեք, որ ավելանա կթափեք, տանում են, էդի կսում են այդ գորլուգի վրան, անցնում եմ։ Թում Առաքելի զորությամբ նույնիսկ չխոսող կամ այսպես ասած կակազող մարդիկ են բժշկվել։ Դուրը փակում ենք, բալանին տնում ենք ընդեղ ունի, քերպնջների արանքը տեղ կա։ Բալանին տնում ենք, բայց ոչ մի մարդ չեն թողում, էլի ներս կան։ Փակած է դուրը, ասում են դուրը չեք բացում, ասեն չէ։ Իրանք իրգունը զգուշացրել են, դուրը փակել ենք։ Առավոտը գալիս են, բալանին տնում ենք լեզվի վրան, դուրը բացում ենք։ Արդեն լեզուն բացում։ Սիրան տատիկի հետ զրույցից հետո որոշեցինք մի քիչ զբոսնել գյուղում։ Ուրախացանք նկատելով պահմտոցի խաղացող փոքրիկների։ Համակարգչային խաղերի այս դարաշրջանում թվում է, թե նույնիսկ այս գեղեցիկ խաղն է մոռացվել։ Դավիթը մեզ կոտկիրի գյոլ կոչված մի վայր ուղեկցեց։ Այս փոքրիկ լճակում ասում են, թե ժամանակին շատ կրյաներ են եղել։ Դրա համար էլ այն կոտկիր է կոչվել։ Այսպիսի փոքրիկ գեղեցիկ լճակներ գյուղում էլի կան, բայց լճակներով հիանալը հետաձգում ենք մինչև գյուղ մեկ այլ այցելություն։ Գյուղի պատմության մասին այլ մանրամասներ իմանալու համար Դավիթը խորհուրդ տվեց դիմել Ալբերտ Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյանը մայր բույի պատմաբանասիրական ֆակուլտետն է ավարտել։ Կյանքի մոտ 5 տասնամյակը գյուղի դպրոցում սերունդներ կրթելով է անցկացրել։ 12 տպագրված գիրք ունի, դրանց շարքում հատուկ տեղ ունի Արարատի պատմությանը նվիրված գիրքը։ Այստեղ մեկնաբանվում է նաև գյուղի հին անվանումը՝ Դավալուն։ Դավալու կոչվում է Դավի եւ Լի բառերի համակեցությունից գործվում է վեճի վայր, Դավի վեճանշանակում, չէ, վեճի վայր։ Ուրեմն այստեղ մտնողը, եթե հանկարծ ռիսկ աներ, կռի բան, դες կոմենկոմ, դուժել մեր, որովհետև դավալեցիները իգիտ տվերք էին եւ չէին սիրում դες բաներ, ուրիշները կռվի մեջ հանկարծ մտնեին։ Եվ դա տվել է իր արդյունքը քաղաքացիական կռիվների ժամանակ Դավալուն մի գունդ է հանել թուրքերի դեմ։ Այս գյուղի բնակիչների քաջության մասին Ռաֆինել է գրել. Դավալեցիք 5 աղթականներ են եւ ամբողջ Երևանյան նահանգի մեջ նշանավոր են իրենց քաջությամբ։ Այստեղ մարդ գյուղացու տանը զենք է տեսնում, նրա գոտիկից քաշ ընկած մի խենչալ։
Ժամանակին մեր ժողովրդի մեջ տարածված էին սնոտիապաշտական տարբեր հավատալիքներ։ Դավալեցիներն օրինակ ոչ միայն հավատում էին չար աչքին, այլև դրա դեմ պայքարելու միջոցներ էին գտել։ Նետ էին դնում, նետը ցույց էր տալիս, թե որ սուրբն է, որ ընկնում է։ Ասենք տվյալ դեպքում եթե գեղարդը ընկավ, պիտի գնար ուխտ գեղարդ։ 7 անգամ պիտի գնար, դրանով ուրեմն բուժվում էր։ Կամ ասենք մի ուրիշ տեղ, որտեղ որ պիտի գնար։ Այդ բուժումը դեռ էր կատարվում։ Դավաճանությունը միշտ էլ պարսավելի է եղել, իսկ հայկական ընտանիքում կնոջ դավաճանությունը պարզապես աններելի։ Անբարոյական կանանց ուրեմն ներկում էին նստածնում թարս էսվի վրա, պոչը տալիս էին դերը և խփելով ման էին ատում ամբողջ գյուղում։ Գյուղ անվանի և մեծահրճակ հյուրեր են այցելել։ Այստեղ ռուս մեծանուն գրող Գրիբոյեդովն է եղել։ Հաճախակի հյուրընկալվել է նաև Անդրանիկ Զորավարը։ Արարատում է բնակվել Երևանի գավառապետ Լևոն Ամիրխանյանը։ Սա Լևոն աղայի երբեմնի բնակարանն է։ Գյուղում բոլորը մեծանուն աղայի մասին սիրով ու հպարտությամբ են պատմում։ Տունը հիմա սեփականատեր ունի, ով որոշել է գյուղի պատմության մի մասը դարձած Լևոն աղայի տան ճակատային ճարտարապետությունը ոչ մի դեպքում չի փոխվելու։ Ասում են, որ Անդրանիկ Զորավարը գյուղ այցելելիս մշտապես Լևոն աղայի հյուրն է եղել։ Գյուղացիներին մի պատմություն է հայտնի։ Ասում են, Լևոն աղայի ավագ որդին մահանում է։ Զորավարն անտեղյակ հյուր է գալիս բարեկամ աղային։ Վերջինս լսելով նրա գալստյան լուրը հրամայում է որդու դին թաքցնել։ Մեծ Զորավարը կռվից էր գալիս եւ կռվի էր վերադառնալու։ Պետք էր նրան պատվել։ Այսպես աղան իր տանը քեֆ ուրախություն է անում։ Հարգանքով, պատվով Զորավարին կրկին կռվի ճանապարհում։ Ասում են, երբ Զորավարն իր շքախմբով հեռանալիս է լինում, աղան իր մեջ զսպելով որդուն կորցնելու ցավը մի հսկայական քարի վրա նստած շպտալով ձեռքով է անում Զորավարին։ Այդ ժամ աղայի վշտից մազերն անմիջապես սպիտակում են, իսկ քարն էլ 2 կես է լինում։ Արարատը ոչ միայն անվանի հյուրեր, այլև նշանավոր բնակիչներ է ունեցել։ Այս գյուղում է ծնվել հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Հիմա էլ այստեղ է նրա տուն-թանգարանը։ Գրեթե 9000 բնակիչ ունեցող այս գյուղում այսօր էլ ապրում են պատվախնդիր և քաջ հայեր։ Ինչպես որ ժամանակին ոչ մի թուրքի թույլ չեն տվել իբրև թշնամի ոտք դնել այս հողի վրա, այնպես էլ այսօր վճռականությամբ իրենց առջևում հպարտությամբ կանգնած Արարատին խոստում են տալիս։ Մի օր սահմանները փոխվելու են։ Սիսն ու Մասիսը մի օր օտարությունից հայրենիք են վերադառնալու։